Ինչ-որ մեկը կարա ինձ բացատրի ինչ աստ է կատարում։ Ինչ գործ ունի Արավշեցյանը հորս հետ կամ մորս մեջքի հետևես ինչեր են անում։ Ես հանգստացի էլի, ժամանակից շուտ ենթադրություններ մի արա։ Դու ինչ ես անկապ հույս տալի, աչքովս տեսա ոնց Արավշեցյանը նստեց հորս ավտոն գնաց։ Ախպեր այդ ամեն ինչը ես էլ եմ իմ աչքերով տեսել, բայց քոպես միանգամից վատ ենթադրություններ չեմ անում։ Բացի այդ Արավշեցյանը այդ մարդը չի։ Բա ով է։ Ինքը իր կամքով նստեց հորս ավտոն գնաց, դու ինձ ասում ես վատ մարդ չի։ Այ հիմա եմ հասկանում մաման ինչ էր ասում, որ դրանց տուն չգամ։ Երես կարող է Մարի ես պահերով են հանդիպեն ինչ-որ բան քննարկեն, ես միանգամից վատը մտածում չեմ հասկանում։ Նա սիրելի։ Լավ Վերո ջան, ենթադրենք իմ ասածը սխալ է։ Բայց քո այդ մտածածներն չէ 100%-անոց ճիշտ, դու է վստահ ես դրա վրա։ Ինձ լսես, ախպեր, կգնաս տուն, պապայիդ հետ տղամարդավարի կնստես կխոսես, ասես պապջան, ես քեզ տեսել եմ Արավշեցյանից Բաքվում, իրար հետ մեքենա նստեցի, գնացիք։ Նա ճշտի ուր էին գնում ախպեր։ Ինչի թվում պապատ այդքանից հետո քեզ պետք է խափի։ Ես վերցրու, չեմ գալիս Մարիենց տուն։ Էր լավ էլի։ Տենում եմ տրամչում ես ախպեր, բայց պետք չի այսօրը հարամել դրա պատճառով։ Չէ, իրոք չեմ գալիս, դու գնա։